Եկեք միասին նկարենք մանեկեն, այդ մանեկենը կօգնի մեզ ավելի գեղեցիկ պատկերել հագուստը։ Իհարկե նկարիչները պետք է աշխատեն առանց կանոնի, բայց այս տեսանյութը նախատեսված է ոչ նկարիչների համար, ուղղակի կարողանանք գծագրել։ Ես ընտրում եմ ինչ-որ մի չափ, եկեք 6 սանտիմետր, որովհետեւ ես ուսի լայնություն եմ հիմա նշում, գծեցի մեջտեղի գիծը, որովհետեւ աջ եւ ձախ կողմերը հավասար են լինելու։ Նշում եմ ուսի այս լայնությունը, այստեղ ես ընտրել եմ 6 սանտիմետր։ Աջ եւ ձախ կողմերում նշում ենք։ Կիսում եմ այս հատվածները երկու հավասար մասի։ Եվ այս հատվածները նույնպես կիսում ենք երկու հավասար մասի։ Իմ մանեկենը բավականին մեծ չափերով եմ անում, որպեսզի դուք տեսնեք, այս չափին համապատասխան բարձրացնում ենք վերև ուղղահայաց գիծ։ Այստեղ նույնպես կարող եք կիսել երկու հավասար մասի, նույն աշխատանքը մյուս կողմի վրա։ Նույնպես կիսում ենք երկու հավասար մասի։ Կետերը միացնում ենք իրար։ Դա ուղղակի մեզ հարկավոր է հետագայում, դրա մասին դեռևս մոռանում ենք։ Մոտավորապես այս մակարդակի վրա տեղադրում ենք այս չափը։ Իմ պարագայում այն 6 սանտիմետր էր։ Դա կրծքի մակարդակն է։ Ես կարող եմ հիմա գծել հորիզոնական, ցույց է տալիս կրծքի կենտրոնների մակարդակը։ Եվ այս գծից ցած տեղադրում եմ եւս այս չափին համապատասխան չափ։ Ես ընտրել եմ 6 սանտիմետրը եւ գծում եմ հորիզոնական, սա ցույց է տալիս կոթկատեղի մակարդակը։ Եվս 6 սանտիմետր եթե տեղադրեմ ցած, սա ցույց կտա կոնքի մակարդակը։ Գծում եմ հորիզոնական գիծ։ Գոտկատեղի մակարդակի վրա տեղադրում եմ ահա այս չափը։ Եթե այստեղ 6 սանտիմետր, ապա այսա 3 սանտիմետր էր։ Ուրեմն 3 սանտիմետր տեղադրում եմ ամեն մի կողմի վրա։ Ուղիղ գծով այս կետը միացնում եմ ուսի այս կետին։ Նույնը կատարում եմ մյուս կողմի համար։ Կոնքի հատվածում տեղադրում եմ ուսի լայնության չափ, ահա այս լայնությունը։ Այստեղ 6 սանտիմետր էր, տեղադրում եմ 6 սանտիմետր ամեն մի կողմից։ Դա նույնպես ուղիղ գծով միացնում եմ գոտկատեղի գծին։ Դա կրծքի գիծն է, ահա այս կետերից այս գծին կանգնեցնում եմ ուղղահայաց, որ հատվի վերևի այս ուսի գծին։ Այսպես։ Նույնը կատարում եմ մյուս կողմի համար։ Այս հատվածները կիսում եմ երկու հավասար մասի։ Այս հատվածը կիսում եմ երկու հավասար մասի։ Ես աչքաչափով եմ հիմա նշում, բայց կարող ենք դա նույնպես չափել կանոնով։ Այս կետը միացնում եմ այս կետին։ Մի փոքր իջեցնում եմ այս հատվածը, ուղղակի աննշան, աչքաչափով, որքան այստեղ ենք իջեցնում, այնքան էլ այստեղ։ Դա կապված է ուսի գծի ձևավորումից։ Եթե շատ իջեցնեմ, կստացվի կլոր ուսեր։ Եթե թողնեմ նույն տեղը, կստացվի ուղիղ ուսեր։ Այս կետը ուղիղ գծով միացնում եմ ահա սրան, այս կետին։ Այ այսպես։ Նույնը կատարում եմ հաջորդ կողմի համար։ Այս հատվածի 1/3 մասը, 10 մոտավորապես ահա այստեղ, նշում այսպես, որպեսզի կլոր ձևավորեմ ներս։ Այս հատվածը բաժանում եմ երկու հավասար մասի, մոտավորապես ահա այստեղ, եւ նշում ահա այսպիսի կետեր աչքաչափով, որպեսզի գեղեցիկ կորգծով ձևավորեմ կոնքի գիծ։ Ներքևի եւ այս հատվածներում կառուցում ենք ձվաձև հայերեն չգիտեմ ուրիշ անվանում ունի թե ոչ, ռուսերեն դա օվալն է։ Դա վկայում է միայն այն մասին, որ ցանկացած մեր այս հատվածներում, որտեղ մեր գծերը ուղիղ չեն, այլ ավելի շատ ահա այսպիսի կլորավուն տեսք ունի։ Այստեղ նույնպես այս հատվածները մեզ հարկավոր են ձևավորելու համար։ Եվ այստեղ նույնպես կարող ենք օվալի համար տալ, այստեղ հիշեք, որ սուր անկյուններ չպետք է լինի, այն պետք է լինի այսպես կլորավուն, ձևավորում ենք եւ այս հատվածում նույնպես։ Այստեղ իրականում նույնպես, մոտավորապես ահա այսպեսին է այստեղ։ Ձևավորելու համար են։ Հիմա արդեն ձևավորում ենք բոլոր սուր անկյունները գծերով։ Կորգիծ այստեղ, կորգիծ այս հատվածում, ուսերը մի փոքր կորացնում ենք։
Ձևավորում ենք հասա, սա ենք կորացնում այստեղ։ Սա կրկին մակարդակն է, այստեղ ենք կորացնում, ահա այսպես, եւ զորացնում ենք այս կետում։ Նույնը կատարում ենք մյուս կողմի համար։ Սա կորությունը տալիս ենք դեպի վերևի մասը, որովհետեւ սա ձևավորում է կոնքի գիծը։ Ներքևի այս գիծը կոր։ Ահա եւ այդ։ Եթե ես հիմա ամբողջը մքացնեմ գծերով, դուք կտեսնեք արդեն պատրաստի մանեկենի պատկերը։ Ստացա այսպիսի պատկեր, այստեղ կարող եմ նկարել ցանկացած էսքիզ, որտեղ մենք արդեն գիտենք, որ սա կրծքի հատվածն է, ես միանգամից նկարում եմ արդեն շատ արագ, որովհետև ձեռքս հմտացրել եմ, ոնց ենք հմտացնում ձեռքը, ուղղակի նկարում եք մի քանի անգամ, գոնե 10 էսքիզ պետք է նկարեք, որպեսզի կարողանաք արագ դա կառուցել։ Հիշեք, որ սա գոտկատեղից կոնգնված հատվածն է, որ պատկերացնեք, թե որտեղ է լինելու ձեր հագուստը։ Եվ կարող եք շատ արագ նկարել ցանկացած հագուստ։